Ողջույն։ Այսօր հունիսի 11-ի առավոտյան 8:30-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցել գազի պայթյուն, բռնկվել է հրդեհ, եղել են ավերածություններ, 2-ից 4-րդ հարկի բնակարանները փլուզվել են, մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Այս պահին հայտնի է 12 անձի հոսպիտալացման մասին, որոնցից 4-ը անչափահաս են, կա 4 զոհ, որոնցից 3-ը կին է։ Հիշեցի մի դեպքի մասին, որ 2018 թվականին էր կատարվել, իշխանափոխությունից ամիսներ անց։ Նիկոլը անմիջապես շտապեց դեպքի վայր, ու մանրամասները անընդհատ թարմացնում էր իր Facebook-յան էջում, նախ ինքն էր հրապարակում, հետո նոր այնը, բայց հիմա էլ 18-ը չէ, հիմա անգամ այդ լուրի տակ են մեղադրում Նիկոլին։ Այսօր իրար հետևից 3 գրառում արեց Facebook-ում, մեկը պայթյունից առաջ, 2-ը պայթյունից հետո, ոչ մի խոսք, ոչ մի ցավակցություն։ Ավետարանից մեջբերում արեց, թե մի տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, աստվածային խոսքեր, ավելացնեմ, իշխանությունն էլ չի կարելի տալ խոզերին ու շներին։ Այդ իշխանավորի պահվածքը հետևյալի մասին է. պայթյուն կլինի, տուն կփլվի, մարդ կզոհվի, կկրակեն, կզավթեն, ես Ալիևի օրակարգից չեմ շեղվի։ Ալիևի օրակարգը կաթողիկոսն է, ուրեմն ես զբաղվում եմ այդ հարցով։ Տարբեր կառույցների ղեկավարներ ազգային ժողովում հաշվետվություն են ներկայացնում։ Բոլորի ճեպազրույցների թեման կուսակրոնության հավանական խախտումն է։ Բոլորը առանց բացառության ձախողել են իրենց աշխատանքը։ Ու ինչից են խոսում։ Ու զավեշտ է, որ այդ սաղ, որ պրավալ են տվել, համոզված են, որ իրենք պետք է մնան, բայց կաթողիկոսը պետք է գնե։ Դե որովհետև Ալիևն է ուզում, որ գնա։ Փաշազադեն է ուզում, մեկ էլ Փաշինյանը։ Մի քանի ակնհայտ ձախողման մասին խոսենք։ Սյունիքի մարզպետն ասում է, հունիսի 6-ին անչափահաս 2 տղաները Ադրբեջանի օկուպացրած տարածք չեն անցել, օկուպացրածը իմ բառն է, իհարկե, ԿՊԱ-կանի համար այն Ադրբեջան է։ Շփման գիծը չեն հատել, գերի չեն ընկել։ Իսկ ով էր ասում, որ հատել են շփման գիծը։ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլի օրոք ֆեյք կառույց է դարձել, իր չճշտված սուտ հայտարարությամբ սաղ երկիրը խառնեց իրար, որ ԱԱԾ տնօրենին հիմա հարց տաս կաթողիկոսի հեռացման փաշինյանական պահանջի մասին, երկար բարակ հաստատ կխոսի, բայց իր ոլորտում խայտառակ ձախողում է։ Լավ, մինչև տղաների հայտնաբերվելը բոլորս գիտեինք, թե գերի են, որովհետև այդպես էր ասել ԱԱԾ-ն։ Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանին հարց են տալիս դեպքից, պատասխանում է տեղյակ չեմ, ժողովուրդ ջան։ Պաշտպանության փոխնախարարը ասում է չեմ տիրապետում իրավիճակին։ Որ իրեն հարցնեք ՊՆ-ում ինչ ես աշխատում, դա էլ չկարողանա պատասխանել, ինչպես որ չէր կարողանում նշանակվելուց օրեր ու անգամ ամիսներ անց, որովհետև ՊՆ-ում եւս բարդակ է, ինչպես որ սատանա բռնող ԱԱԾ-ում։ Իսկ քննչական կոմիտեում բարդակ չէ, այդ կոմիտեի հափշտակած $590,000 էլ կոմիտեից են հափշտակում, ու քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ոգևորված ներկայացնում է, թե ինչքան լավ են աշխատել։ Երբ քննչական կոմիտեից գումար են գողանում, դա նույնն է, որ ասենք զորամասից գողանան դրոշը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունում, պետական եկամուտների կոմիտեում բարդակ չէ, ՊԵԿ-ի երեկվա հայտարարությունը կառավարության վախճանի մասին էր։ Հայկական բեռնատարները կուտակված են Վրաստանում, չեն թողնում հատել սահմանը, ստուգումներ են անում անհարկի, կոնյակագործները սննկանում են, ակցիաներ են անում, աշխատատեղեր են կրճատում, պետեկամուտների կոմիտեն ինչ է ասում, ասում է, քանի որ խնդիրը չի լուծվում, բեռնատարները կուտակվում են, ուրեմն չենք թողնելու այդ բեռնատարները Հայաստանից դուրս գան։ Սա Հայաստանի կառավարության խնդիրները լուծելու ձևն է փաստորեն։ Էկոնոմիկայի նախարարը մեծ խոսում էր, խոստանում էր Վրաստան գնալ կարգավորել, բայց ինչի չգնաց, թե չընդունեցին։ Նիկոլը Վրաստանի վարչապետին փաթաթվում է հենց հանդիպում է։ Արտահանողի խնդիրը լուծիր, փաթաթվելը ջանդամը լինի։ Հայաստանի բեռնատարների տարանցման խնդիրը սրանք լուծելը տեսան բեռնատարների ելքը արգելելու մեջ։ Կոնյակագործներ ջան, ձեր կոնյակները ինքներդ էլ բացեք խմեք։ Ես նման հաղորդագրություն չեմ հիշում իմ լրագրողական գործունեության ամբողջ ընթացքում։ Վախենան վաղն էլ ասեն, քանի որ չենք կարողանում արտահանման հարցը լուծել, քանդեք խաղողի այգիները։
Այն օր իմացանք արդեն ծաղիկների հետ են պրոբլեմ ստեղծում, քանդեք ջերմոցները, վաղը կոչ կանեն կտրել ծիրանի ու մյուս այգիները, այն որ ասում են գլխացավը բուժում են գլուխը կտրելով, այս սրանցն է։ Ժողովուրդ ջան, այստեղ շատ ավելի իհարկե մեծ վտանգ էլ կա։ Հարևան, բարեկամ, եղբայրական երկրի տարածքով, որ չեն կարողանում կոնյակ ու ծաղիկ տարանցել, ինչ եք կարծում, անհրաժեշտության դեպքում զենք կկարողանան սրանք Վրաստանով տեղափոխել Հայաստան։ Չեն կարողանա, ինչպես որ ըստ հրապարակված տեղեկությունների չեն կարողացել պատերազմի ամբողջ ընթացքում, եւ սա բարդակի արդյունք է։ Մեկ այլ կատարյալ բարդակ է ներքին գործերի նախարարությունը։ Հայաստանը, մինչև սրանց գալը, համարվել է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը։ Այս պահին նկատի ունեմ ներքին անվտանգությունը։ Այսօր սակայն Հայաստանում մարդը շատ ավելի անպաշտպան է, քան Մեքսիկայում ու Սիցիլիայում։ Կարող եք դուրս գաս զբոսանքի ու մի պատահական գյուլա գա կպնի։ 3 հունիսի 10-ին վիճաբանություն ու կրակոց է եղել փողոցի մեջտեղը, Երևանի Ավան վարչական շրջանի ամենաբանուկ մասերից մեկում, շուկայի մոտ, վիրավորվել են 2 հոգի, որոնցից մեկը պատահական տարեց անցորդ։ Սրանց օրոք կրիմինալ իրավիճակի տուժողները ոչ թե կամ ոչ միայն մասնակիցներն են, այլ պատահական անցորդները։ Մի քանի օր առաջ 4-րդ գյուղում էին իրար ծեծել, հետո մեքենաներով հետապնդել իրար, հետո պատահական անցորդների մոր ու 2-ամյա որդուն գցել ավտոյի տակ, մայրը մահացավ, որդին հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Գնացել քվեարկել են քո ապագակա կարգախոսին, որ սպանվեն փողոցներում։ Կրակոցները, դանակահարությունները մեր երկրում, հատկապես Երևանում ու փողոցի մեջտեղը ամենօրյա են։ Մենակ հունիս ամսին արդեն մի քանի տասնյակ դեպք է եղել։ Ամիրյան փողոցի բակում գիշերը դանակահարել են 22-ամյա երիտասարդի։ Շենգավիթում շենքի բակում կրակել են 2 հոգի վիրավորվել է։ Վարդանանց փողոցում ինքնաձիգից արձակել են 6 կրակոց։ Դավիթաշենում դանակահարել են երիտասարդի։ 8-րդ դասարանի աշակերտը էլի Երևանում կրակել է դպրոցի պատուհանների վրա։ Արզնիում դանակահարված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց եւ այլն։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի օրոք հանցագործությունները բազմապատկվել են։ Գողությունները, հատկապես մեքենաների թալանը, սպանությունները, կրակոցները, թմրաշրջանառությունը սաղաճել է թվերը։ Ու զավեշտը գիտեք որն է։ Այս բարդակի մեղավորներից մեկը ոստիկանապետ փոխնախարար Արամ Հովհաննիսյանը աշխատանքից ազատվում է ոչ թե հանցագործությունների շատացման պատճառով, ոչ թե բեսպրեդելի պատճառով, այլ տիկին նախարարի հետ ինչ-որ կոնֆլիկտ ունենալու պատճառով։ Արամ Հովհաննիսյանը համաժողովրդական խաղաղ հավաքը ցրելու համար նռնակներ են նետում մարդկանց ձեռք ու ոտք պոկում։ Չի ազատվում աշխատանքից։ Արամ Հովհաննիսյանը ցրում է արևմտամետների 20 հոգանոց հակառուսական ակցիան, այն էլ շատ քնքուշ ձևով 2 օր անց ազատվում է աշխատանքից։ Ում են նշանակում նրա տեղը քրեական հեղինակության հորեղբոր տղուն։ Մալադեց քեզ Տիկին Սարգսյան, գաստուր, թե բա նշանակվել է ոստիկանությունը բարեփոխելու համար։ Հաբա։ 3 քաղաքացիական պայմանագիր են նիստ արել, քաղաքական հարցեր են քննարկել, հանցագործությունների, դժբախտ պատահարների, արտահանման ու այս թվարկածս բաների մասին խոսել են։ Ոչ, վստահ եմ, ոչ, մտքներով էլ չի անցել։ Ավելի շուտ ուղիղ կապով քննարկել են Ադրբեջանի հետ մայրաթոռի նկատմամբ գրոհը։ Սրանց նպատակը իրենց բարիքների պահպանումն է, ժողովուրդ։ Արդեն հաստատված է, որ Նիկոլենք երբեք էլ ոչ երկրի մասին են մտածել, ոչ ժողովրդի մասին են մտածել։ Մտածել ու երազել են այն մասին, որ կառավարության շենքում ոչ թե նստած լինի ՀՀԿ-ն, այլ ՔՊ-ն, ոչ թե լինի Սերժ, այլ լինի Նիկոլ։ Ունենան իրենց սեփական օլիգարխները, պետբյուջեն լինի իրենց սեփական գրպանը, չուլաններից տեղափոխվեն առանձնատներ։ Երազել են բարիքների մասին ու եկել տիրացել են։ Այս խնդիրները այն ժամանակ էլ կային, մի քիչ ավելի պակաս արտահայտված, ու իշխանությունը նույն կերպ էր արձագանքում։ Ու հետաքրքիր է, դու պետք է 2026 թվին գնաս քարոզարշավի, ասես մեզ ընտրեք, որ ինչ լինի։ Արտահանողի ճամփեն, որ բացես, հանցագործությունների դեմն առնես, ճամփիդ վրա ավտոյիդ անիվների տակ մարդ չես լղճի, արտահանողը խնդիր չի ունենա,
թե ասենք Շուշի ու Հադրութ հետ կբերես։ Կարճ ասած, ինչ կատարվում է մեր երկրում, Ժողովուրդ ջան, ուրիշ բնորոշում չունի, քան ոլորտ առ ոլորտ ապամոնտաժել, քանդելով գնալ։ Որ ոլորտին կպնում են, քանդում են։ ԱԳՆ-ին կպան, դաշնակիցներից երկիր չմնաց, ՊՆ-ին կպան, բանակ չմնաց, տարածքային կառավարմանը կպան, սահմանամերձ գյուղեր են հանձնում, ոստիկանությունը կպան, հանցագործությունները կրկնապատկվեցին, խեղդում են արդեն մարդկանց, հերթով քանդելով գնացել են։ Շատ դժվար է պատկերացնել անգամ քանդածի մասշտաբները ու նաև թե ինչ անմարդկային ջանքեր են պետք վերականգնելու համար։